Ողջույն գործարարիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, Տիրան Լոկմագյոզյան։ Օրերս այս մերձավոր արևելքում այս էսկալացիոն ֆոնի վրա թուրքական կողմից հայտարարություն եղավ, որ քրդերի այս մարտական գործողություններին խառնվելու դեպքում Թուրքիան ստիպված կլինի միջոցների դիմել, բայց sense կոնկրետ թե քանի որ հաղորդումներից մեկի ժամանակի եւ ոչ միայն մեկի նշել են, բազմիցս մենք նշել ենք, դուք նշել եք, որ Թուրքիային ձեռք չի տալիս, որ քրդական գործոնը մեծ ազդեցություն ունենա այս կոնֆլիկտի մեջ, այդ իսկ պատճառով այստեղ հարց է առաջանում արդյոք այդ գործողությունները, միջոցառումները, որ Թուրքիան պիտի դիմի, լինելու է քրդական գործոնի դեմ, թե հենց Իրանի դեմ, որովհետև այստեղ արդեն հակասություններ կառաջանան նաև իր դաշնակցի Միացյալ Նահանգների հետ, այդ հարցը էլի, ինչպես է կարծում։ Այս հարցում արդեն երևում է, որ ոնց է աշխատում քաղաքականությունը, ասենց միանշանակ չէ, սև ու սպիտակ չէ ամեն ինչ, դուք կարող եք տեսնել, որ երկու պետությունների ինչ որ հարցերում իրար հետ հագադիր կարծիքներ ունեն, անգամ իրար դեմ բայկարում են, իսկ ուրիշ հարցերում իրար հետ համագործակցում են, եւ շահերը դե քաղաքականությունը ես քանի անգամ ասել եմ շահերի եւ այսինքն շահերի համընկման եւ հագադրման խնդիր է քաղաքականությունը։ Էսա շատ բարձ կերպով ասած, սակայն այդ շահերը մեկ-մեկ նույն պետության հետ համընկնում են, նույն պետության հետ կարող է հագադրվեն այդ շահերը։ Օրինակ շատ բարձ օրինակ ցույց տամ, ասենք մենք խոսում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման մասին, երբ որ Ադրբեջանը դա չէր ընդունում, իսկ մյուս կողմից Կիպրոսում Թուրքիան հենց նույն պատճառաբանությամբ մտավ Կիպրական այդ տարածքը կեսը գրավեց եւ ուզում է այդ բանը Կիպրոսում առաջ տանի, երբ որ քվեարկում էր գնալ քանի տարի առաջ այս խնդիրը, Ադրբեջանը դրան դեմ կանգնեց, պատկերացրեք այն Ադրբեջանը, որ թուրքերի հետ շատ մոտ իրար հետ համագործակցում են, թուրքերը սկզբում ջղայնացան, բանը զարմացան, բայց հետո հասկացան, բայց մարդը իր մասին է մտածում։ Հետո նույն բանը օրինակ կա բանը Վրաստանում կա նույն խնդիրը, չէ՞, Վրաստանն էլ այդ խնդիրը ունի, դրա համար էլ Վրաստանը Հայաստանի հետ այդքան էլ հաշտ չէ ինչ որ հարցերում, որովհետև Հայաստանը ուզում է ժողովուրդների ինքնորոշումը, իսկ Վրաստանը չի ուզում ժողովուրդների ինքնորոշումը, չէ՞, ինչպես որ Ադրբեջան, որովհետև իրան ի վնաս է աշխատում դա։ Ժամանակ առ ժամանակ այսպիսի խնդիրներ են առաջանում եւ ժամանակ առ ժամանակ նաեւ Թուրքիայի եւ Ամերիկայի միջեւ կամ եվրոպական կամ արևմտյան ուժերի միջև ինչ որ խնդիրներ են առաջանում այս առումով։ Սակայն Էրդողանը, քանի որ ազգային մտածելակերպ ունեցող լիդեր է, ղեկավար է այդ երկրի, այդ պատճառով մեկ դեմ է կանգնում այդ գլոբալ ուժերի կամ արևմտյան ուժերի ցանկություններին եւ Իրանն է առաջ տանում։ Օրինակ այս դեպքում Ամերիկային ձեռնդու է որ քրդերը մասնակցեն խնդրի մեջը եւ իրենք էլ վերջում եթե իրենց նպատակը է որ Իրանը մասնատեն, եթե Իրանը մասնատվի, իրենք էլ իրենց բաժինը ստանան։ Սակայն Թուրքիային դա ձեռ չի տալիս իհարկե, որովհետեւ Թուրքիան էլ ուրիշ նպատակներ ունի, ուրիշ հաշիվներ ունի, հզորացած, ուժեղացած քրդական դարած կամ քրդական խմբավորումներ կամ դեռ Քրդիստան չեմ ասում ես, շատ ձեռնդու չի Թուրքիային։ Դրա համար էլ հակառակ Ամերիկայի ցանկությունների կամ ծրագրի անգամ կարելի ասել Թուրքիան հակաքրդական խնդիրներ է այստեղ առաջ տանում եւ օրինակ ինչպես բոլորս գիտենք արդեն քրդական ինչ որ խմբավորումներ ուզում էին Իրան ներթափանցել եւ ինչ որ գործողություններ կատարել հենց Թուրքիան էր որ մատնեց այդ քրդերին իրանցիներին եւ իրանցիները միանգամից ոչնչացրին այդ խնդիրը։ Էսկալացիոն ֆոնի վրա երբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, այս
Թուրքիայի խառնվել է այդ պատերազմական գործողությունները կամա կլինի համագործակցություն իրանական կողմի հետ, այսինքն հիմա դա էլ մյուս հագադրությունն է։ Տեսեք, մենք այստեղ արդեն խոսել ենք Իրան, Թուրքիա կամ նախկինում Իրան, Պարսկաստան, Օսմանյան կայսրություն հարաբերությունների մասին եւ ասել եմ եւ նորից եմ ասում, երբեք չի լինելու համագործակցություն ասեմ կամ եղբայրություն Թուրքիայի եւ Իրանի միջեւ, ինչպես երբեք չի լինելու եղբայրություն Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Դա մոռացեք։ Չկա այդպիսի բան։ Անկամ եթե ինչ որ մի համագործակցություն եք տեսնում, դա ժամանակավոր է եւ մասշտաբային է, այսինքն ինչ որ մի մասշտաբով է, ընդհանուր եղբայրություն դա երբեք չի լինելու։ Թուրքիան այո, այսօր էլ սպասում է այն երանելի օրին, որ Իրանը կքանդվի, կքայքայվի եւ ինքն էլ մասնաբաժին կունենա դրա մեջ, այսինքն ինքը կարող է առաջնորդ լինի Իրանի քայքայման, սակայն այսօրվա պայմաններով չէ։ Այսօրվա պայմաններով Թուրքիան ինքը սպասում է, որ Իրանը քայքայվի, ինչպես որ ամերիկյան ծրագիրը այնպես էր, որ ոչ թե Իրանին ձնգի բերեն, ասենք ինչ որ բանը հրթիռներով եւ այն իհարկե ապուշ չեն, իրենք էլ գիտեն որ խնդիրը սենց էր Իրանին պիտի ձնգի բերեին ներսից պիտի քայքայվեր Իրանը եւ հենց որ արդեն իրենք էլ ռմբակոծելով եւ այլն պիտի օգնեին այդ գործընթացին եւ երբ որ Իրանը ներսից քայքայվեր արդեն Իրանը փլուզվելու էր եւ մասնատվելու էր այդ դրան սպասում է Թուրքիան էլ բայց եթե նույնիսկ քրդերի մասնակցությամբ տեղի ունենա Իրանի մասնատումը արդյոք դրանից հետո էլի հեշտ չի լինի միևնույնն է քրդերի հարցը լուծել այդ շրջանում Թուրքիայից իհարկե բայց ինչի հասցնել դրան թուրքերը մի հատ խոսք ունեն օծի գլուխը պիտի ջզմես երբ որ դեռ փոքր է ինքը եթե օծը մեծանա այլ արդեն գլուխը ջզմելը շատ դժվար կլինի դե որովհետև քանի որ երկու նպատակ կա, չէ՞, Իրանի մասնատումն էլ նշեցիք, որ Թուրքիայի նպատակների մեջ էլի մտնում է թեկուզ հեռավոր, հիմա էլի քրդերի գործոնի միջոցով ավելի ինչ որ չափով ավելի հեշտանում է այդ խնդիրը լուծելը, որից հետո քրդերի հարցը ավելի հեշտ է լուծել, քան Իրանի հարցը հիմա։ Իրանը թող քայքայվի, բայց ոչ քրդերի ուժեղացման հարցով։ Եթե Իրանը քայքայվի եւ քրդերի միջնորդությամբ եւ Ամերիկային օգնեն քրդերը Իրանը քայքայելու համար կարող է կատարվի երկրորդ Իրաք ինչպես որ եղավ քրդերը օգնեցին այն ժամանակ եւ քրդերը ստացան մի բաժին այդ երկրից երկիրը 3 մասի բաժանվեց որի մի մասը քրդական տարածք էր Քրդիստան չէ քրդական տարածք էր կոչվում սակայն էլի այդ նույն երկրի մեջ եւ քրդերը դա շատ լավ օրինակ էր միջազգայից եւ քրդերը սկսան ուժեղանալ ինչի նաեւ նավթից մասնաբաժին ունեցան քրդերը եւ հարստացան չեք պատկերացնի այնտեղ ինչ շինարարություն էր գնում մի ժամանակ եւ փողերը գալիս էին նավթից իրաքյան նավթից ստանում էին քրդական տարածքը ստանում էր այդ փողերը բավականին շատ ու հետաքրքիրը ինչ է հենց թուրքերը կառուցում էին այդ ամբողջ տարածաշրջանը կառուցում էին եւ թուրքական ապրանքներ լիքը գնում էին այնտեղ եւ այլն սակայն հետո քրդերը գիտեք շատ մեծ սխալ գործեցին փորձեցին ինքնորոշվել եւ Քրդիստան հռչակել հետո իրենք իրար մեջ խնդիրներ ունեցան եւ դաբալվեց այդ գործը եւ արդեն չեն ստանում այն մասնաբաժինը նավթից ինչ որ սկզբում ստանում էին այդ պատճառով այսօր այդտեղ այնտեղ շինարարություն զարգացում եւ այլն չեք տեսնի հիմա այնպես հիմա չի ուզում որ նույնը կատարվի Իրանը մասնատվի այո սակայն քրդերը չզորանան այդ ընթացքում սակայն այնտեղ ուրիշ ցանկություն ունի հզորանա ատրպատական տարածքը այո դրա համար ատրպատականի միջոցով էլ ասում է ճնշեն հետագայում քրդերը հիմի տեսեք երբ որ այս պատերազմից առաջ խռովություններ եղան Իրանում հետաքրքիրը ինչ էր առաջնորդները կարելի է ասել այսինքն առաջին փողոց դուրս եկողները քրդերն էին սակայն ադրբեջանցիք մինչև վերջ հանգիստ էին
Այսինքն այնտեղ էլ արդեն երևում էր թե այս ամեն ինչը ազդակը դրսից է գալիս, արտասահմանից է գալիս։ Հիմա ասեք Թուրքիա, ասեք Ամերիկա, ինչ ուզում եք ասեք։ Դրսից է գալիս եւ ինչ որ մարդիկ դուրս են գալիս փողոց, անգամ զինված մարդիկ դուրս են գալիս փողոց, սկսում են հաճախ կրակել։ Թուրքիայից լիներ այդ ազդակները փողոց դուրս գալու, արդյոք հենց ազերիները դուրս չէին գա։ Ադրբեջանցիք հենց դրա համար դուրս չեկան, որ իրենք չվնասվեն։ Իրենք սպասեցին, շատ խելոք քաղաքականություն գնաց այստեղ։ Իրենք սպասեցին, թողեցին, որ խառնվի ամբողջ երկիրը, եւ հենց որ թվաց թե արդեն երկիրը խառնվում է, այն ժամանակը սկսան ադրբեջանցիք էլ ադրբեջանի տարածքում փողոց դուրս գա, բայց արդեն ավարտվեց բավականին արդեն ուշ են եւ դրանով փրկվեցին իրենք։ Դրանով փրկվեցին։ Իսկ քրդերի դեմ ակին, այսինքն իհարկե մենք չենք լսում, բայց ներսից ես բաներ լուրեր եմ ստանում, ակին մեծ քանակությամբ այդ մարդկանց այնպես չէ որ թողնում են այդ փողոց դուրս եկողներին եւ այն թողնում են գնան իրենց տունը եւ էլի իրենց գործը շարունակեն, չէ, իրենք բոլորին մեկ վերացում են եւ բոլորին հետագայում արդեն ամեն ինչ հանգստանալուց հետո գալիս են ձերբակալում տանում ու կախաղան են անում միանգամից։ Այնտեղ կախաղանները ասենց բանը խաղողի ողգույզների նման են կախաղան։ Պրակտիկա շատ։ Այո։ Այսինքն ամենափոքր բաների համար կախաղանն անում եւ բադիժը այդարմով շատ ուժեղ է հատկապես այս նման խնդիրների հետ կապված նրանք բոլորն էլ դուժեցին այն պոստուրսեկողները հատկապես քրդերը ինչպես ասեցին առաջինը այս առումով ադրբեջանցիք չդուժեցին այս վերջի իրադարձությունների ժամանակ պատերազմից առաջ կատարվածների ժամանակ եւ բայց այնուամենայնիվ եթե Իրանը արդեն վատ վիճակի մեջ ընկնի ինչպես որ հայկական ասացվածքը ասում է գովը որ ընկնի դանակաշորները շատ կնեն այդ դանակաշորներից առաջինը լինելու է Թուրքիան սպասում է իմիջիայլոց Ադրբեջանն էլ նույն բանն է Ադրբեջանը տեսեք Իսրայելին այնպիսի գարելիություններ տվեց իր տարածքը դրա ամբողջ Արցախի տարածքը չի բնագեցված դրա մասին էլ խոսել ենք այստեղ չի բնագեցված ինչի որովհետեւ բնագեցված է այսպես ասած չագերդավոր իսրայելցիների կողմից Իսրայելի բանակը կա այնտեղ եւ բավականին Ադրբեջանն ինձ ավելի է սրել ատամները քան դա բավականին մեծ չափսով այսինքն երբ որ գովը ընկնի դանակաշողների երկրորդը Ադրբեջանն է լինելու այսինքն այնտեղից իհարկե իսրայելական ուժերը ինչ որ գործողություններ պիտի անեն եւ ոչ միայն տեսեք այսօր ինչ խնդիր կա այսօր արդեն Իսրայելը եւ Ամերիկան վատ վիճակում են ընկել ինչի որովհետեւ միայն հրթիռներով չի ստացվում այս գործը եւ ներքին խռովություն էլ չստացվեց տեսակ ամեն ինչ հանգստացավ եւ հիմա ուրիշ բան է ցամաքային է բայց ցամաքային ով պիտի անի Իսրայելի ցամաքային ուժերը այն կարողությունը չունեն ամերիկյան դեսանտը ինչ դեսանտը քանի օքի 1000 2000 5000 փոքր կղզիներ գրավելու համար հետո փոքր կղզին գրավելով դու Իսրայելը չես կարող գրավել ներոտուն Իրանը չես կարող գրավել Իրանը միլիոնանոց զորք ունի զորքը հա բայց այդ փոքր կղզիներում որ խարգը օրինակ որ խոսվում է խոշոր նավթային տերմինալներ են որով Իրանի նավթագազային առևտրի այդ տարանցման մեծ մասը այնտեղով անցնում ու դա գրավելը Իրանն էլ հյուրմուզն է բանարած գրաված Իրանն էլ հյուրմուզը փակում է հիմա արդեն ամերիկան խնդրում է որ կամ եվրոպացիները խնդրում են որ հյուրմուզը բացվի որ նավթ ստանան արդեն վատ վիճակում են այսինքն կողորտը սեղմել է չեն կարողանում շուտ քաշել դրանք մի չքանի հազար հոգով չեք կարող դեսանտին դեռ օդի մեջ է գվերացնեն ջրից են դուրս գա ջրից չեն թողնի դուրս գա չմոռանանք որ ամերիկյան նավերին խփեցին արդեն այդ շատ լավ պաշտպանված այդ ավիագիրները եւ այնն բայց ավիագիրները չեն հաստատում որովհետեւ ասում են ինչ որ բան է բայց ինքը էլ այդ նորմալ է ես չի ել սպասի որ պիտի հաստատեն իհարկե շատ բան չեն հաստատում հիմա վերջերս ուրիշ լուրեր են դդվում նաեւ դրանք էլ չեն հաստատում սակայն
եթե ինչ որ մի բան ասում են, ուրեմն մի բան կա, ասում են կրակ չեղած տեղից ծուխ դուրս չի գա։ Ուրեմն կարող է այդ մասշտաբներով չլինի, ինչպես որ ասենք իրանցիները ներկայացնում են, բայց հաստատ ինչ որ մի բան կա։ Իսկ նրանք էլ ամերիկացիները ասում են, չէ, ընդհանրապես ոչ մի բան չի եղել, ոչ մեկը չի դուժել եւ այլն։ Դա նորմալ է։ Այսինքն ցամաքայինով Իրանի դեմ ոչ մի բան չես կարող անել։ Ջրից հանե, օդից բեր, չգիտեմ ինչ արա, ոչ մի բան։ Սակայն այստեղ մի ուրիշ բան կա։ Այսինքն նախադեստվածը էներ, որ ցամաքային ուժերը հենց կլիներ ադրբեջանական բանակը։ Այստեղ միակ բանակը, ասենք մի քանի տասնյակ հազարանոց, որը կարող է որպես ցամաքային ուժ ներգրավվի այդ տարածաշրջանում, ոչ իսրայելականն է, ոչ ամերիկյանն է։ Պատկերացնում եք, հիմա մտածեք թե հազարներով զինվոր Ամերիկայից մինչև Իրան բերելու համար ինչ է պետք, միայն նավերով կարակ բերեք։ Ամեն նավի վրա ինչքան, քանի հազար մարդ պիտի լինի, քանի նավ պիտի գա, կամ եթե սամալյոտով եք բերում, ամեն մի սամալյոտի մեջ 150 հոգի կտեղավորվի։ Քանի հատ սամալյոտ պիտի թռնի Ամերիկայից մինչև Իրան, որ ասենք գոնի մի քանի 10,000 մարդ ունենաս, էլի չի երիքի։ Ցամաքային ուժ չէ դա Իրանի համար, նախ չմոռանանք որ Իրանը հսկայական տարածք է։ Լավ, դեսանտ կարաս իջացնես բանը Թեհրան, բայց ինչքան պիտի դեսանտ իջացնես։ Քանի հազար դեսանտ պիտի իջացնես որ կախված գործողության նպատակից իմիջիալոց նրանք էլ ձերքերը բանը գրբաններում չեն ման գալիս, չէ, իրենք էլ կան, չէ։ Թեհրանում եթե 5000 դեսանտ իջացնի, 55000 էլ այնտեղ իրանական ամենևին հեշտ չի լինելու, բայց ինչ վերաբերում է ոչ թե հեշտ, այլ անդնարին է։ Ասենք այստեղ մի գործողություն, այնտեղ մի գործողություն գարան անեն եւ շատ կդուժեն իհարկե եւ դրանով կդուժեն կդուժի նաեւ Տրամպի ներքին քաղաքականությունը, եթե դիակները հազարներով կամ հարյուրներով թեկուս բերեն, արդեն կսկսի այնտեղ խլրտումն է։ Այստեղ միակ ուժը առաջինը Ադրբեջանն է, հաշիվը դա էր, որ արդեն հենց այն բահը կա, որ Իրանը արդեն վատ դրության մեջ է, ներսից քանդվում է, այստեղից կմտնեին նաև բաները, իսրայելական ուժերը, կամ կսկսեին այնտեղից ռմբակոծել, կրակել եւ այլն։ Եվ կարող էր մտնել վերջին հաշվով իրանական ներողություն, ադրբեջանական ուժերը եւ այդ ընթացքում կհրահրեին ինչ որ մի խնդիր Թուրքիայի հետ, արդեն Թուրքիան կմտներ այդ գործի մեջ է, իսկ Թուրքիան նշանակում է ՆԱՏՕ։ Իհարկե այստեղ նորից կանք ցամաքային ուժերի հետ կապված, իսկ ՆԱՏՕ որ ասում են, ՆԱՏՕ-ն ինչ է, երկու հատ ընդամենը բանակ կա ՆԱՏՕ-ում, որը կարելի է լուրջ ընդունել։ Մեկը ամերիկյան բանակը, մեկը թուրքական բանակն է։ Լեհական բանակն էլ չի։ Ինչ է, քանի հազար հոգի են։ Այս թվով չեմ կարող ասել, բայց դա է թիվն է կարևոր։ Եվրոպայում ամենամեծը Թուրքիայից հետո իսկ մյուս կողմից լեհացիները ձեզ թվում է թե շատ մեծ ցանկություն ունեն այս պատերազմի մեջ իրենց մարդկանց սպանելու, բայց Թուրքիան կանի, Թուրքիան կմտնի, բայց եթե 99% շախտեսն է, այսինքն արդեն հասավ այն կետին, որ ինչպես ասենք կովը ընկավ, դանակը կքաշե կմտնեներս։ Այդ ընթացքում դասնյակ հազարներով էլ մարդ սպաննվի, ոչինչ Թուրքիայի համար, 80 միլիոնոց երկիր է։ Իրենք այս վերջերս միջալուց ինչ որ բանով ասել էին, մենք ասել էին 80 միլիոն ենք, 40 միլիոնը զոհ կնա, մենք էլի 40 միլիոն ունենք, դա գերիկի դուք ձեր մասին մտածեք, ասում էին թուրքերը։ Եվ թուրքերի մտածելակերպը այսպես է։ Թուրքը ասում է մեռնողը կմեռնի, մնացած ողջերը մեռնեն։ Այդտենց։ Եվ դեսանք 15 թվականին էլ եւ ուրիշ ժամանակներ էլ եւ մարդը կարեւորություն չունի այնտեղ։ Մարդը ինչ որ ապրանք է, որը կարելի է ասենց գցել ինչ որ շահ ակնկալելու համար։ Դրա համար նորից կանք այդ գետին, այստեղ երկու հատ ուժ կա, որոնք ցամաքային գործողություն կարան իրականացնեն։ Ադրբեջանի բանակը մի քանի 10,000 եւ Թուրքիայի բանակը այդ արդեն մի քանի 100,000։ Այդ միայն այսօր զենք կրող զինվորների մասին է խոսքը։ Մի 700,000 անոց բանակ ունի։
Իսկ եթե մոբիլիզացնի, դա արդեն Իրանի հավասար ուժ կլինի։ Ինչի, որովհետև Իրանն էլ Թուրքիան էլ մոտավորապես 80 միլիոն են, մի քիչ ավել, մի քիչ պակաս երկու կողմներ։ Իհարկե Իրանը ավելի շատ ռազմականացված է, ավելի, ասենք, մեծ պրոֆեսիոնալ բանակ ունի, անձինս հեղափոխության այդ բաները, բահաբանները, ինչքան ես գիտեմ, 1 միլիոն մարդ են դրանք, միայն նրանք, եւ հadoop բանակ է դա։ Բանակի հետ, նորմալ բանակի հետ կապ չունի։ Իսկ միշտ բանակն են մի հատ մոբիլիզացիա անի, էլի ինքն են միլիոն։ Մի հատ լուր էր տարածել, որ Թեհրանում ինչ որ կոնկրետ պահակակետեր հսկելու համար նույնիսկ երեխաների են զինում։ Ես լուրեր ունեմ, որ արդեն բավականին մեծ թվով երիտասարդներ հենց այդ հեղափոխական բահաբանների բանակի մեջ ներգրավվելու համար օրական դիմում են, հարյուրներով մարդ են դիմում, օրական երիտասարդներ։ Իրականում Իրանի պես երկրից եկող լուրերը կարծում եմ մի քիչ բան չէ, այդ մանավանդ երբ որ ինքը գտնվում է պատերազմական վիճակում, այդ կոնկրետ հայտ արած թվերի քանակական տվյալների մասին, իմ խոսածնես պաշտոնական տվյալների մասին չի։ Իհարկե այդ բոլոր լուրերն էլ բոլորին էլ պետք է գիսել, ասենք թե, եթե պաշտոնական լուրով 1000 է ասում, մենք պիտի ընդունենք 500, իսկ եթե ոչ պաշտոնական լուրով 1000 են ասում, ասենք զոհերի մասին 1000 են ասում, մենք էլի պիտի ընդունենք 500, ասենք։ Այս տեղի ունեցողի մասին մի հատ ուրիշ հետաքրքիր ասպեկտի մասին խոսենք, այդ միջնորդությունը պոտենցիալ բանակցությունների, որ այսօր Պակիստանն է ստանձնել, ու ինձ հետաքրքիր է, որտեվ ես կարծում էի, որ դա կլինի Թուրքիան, որ իրեն ավելի շատ շահերից կբխի, որ այսպես ասած ձգտի միջնորդություն ստանձնելու եթե պոտենցիալ բանակցությունների համար, բայց այսօր Պակիստանը ստանձնել է, ոնց տեսնում եք, Թուրքիան այդքան էլ դեմ չի դրան, քանզի չի խոսում դրա մասին, ու ինձ հետաքրքիր էլի, արդյոք դա չի բխում իրապես իր շահերից միջնորդություն ստանձնել այս տարածաշրջանում հետագայում դրանից ինչ որ դիվիդենդներ քաղելու համար։ Դեսեք դուք ճիշտ ասեցիք, դիվիդենդներ քաղել։ Ամեն մի միջնորդ իր շահաբաժինը ունի։ Միջնորդի դերը բարձրանում է, ոչ միայն այդ միջնորդության մեջ, այլ ընդհանուր բանի միջազգային քաղաքականության մեջ դերը բարձրանում է, եթե միջնորդություն կարողանում անել։ Սակայն Թուրքիան այստեղ տարածաշրջանային երկիր է, որ իր շահերը ունի այս տարածաշրջանի գործընթացների հետ։ Իսկ Պակիստանը հերու երկիր է։ Քիչ թե շատ նա էլ ունի ինչ-որ շահեր, օրինակ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ բարեկամություն ունի, Իրանի հետ էլ լավ է իհարկե։ Մյուս կողմից Իրանում են Բելուջիստանի հետ կապված ինչ-որ իհարկե նաև դաուն կա, սակայն այնուամենայնիվ Պակիստանը ավելի հերու երկիր է, ավելի հերու շահեր ունի ինքը այս տարածաշրջանում, որովհետև միայն սահմանի մասին չէ խոսքը, ասենք Իրանը Պակիստանի հետ սահման է, այնտեղ ինչ որ խնդիրներ էլ կան, սակայն այստեղ խնդիրը գնում է տարածաշրջանային, իսկ տարածաշրջանն է կարևորը, իսկ Թուրքիան տարածաշրջանի երկիր է, Հայաստանը, Ադրբեջանը, Իրաքը եւ այլն, այս տարածաշրջանային երկրներն են, դա մեկ, երկրորդը Թուրքիան արդեն ցույց տվեց, որ Ամերիկայի քաղաքականությունը այդքան էլ առաջ չի տանի, եթե իրեն վնասելու է այդ քաղաքականությունը, եթե իր շահերից չի բխում կամ անգամ վնասում է իր շահերին, այդ պատճառով Թուրքիային հարմար չէ որ Թուրքիային ներգրավեն։ Առաջինը դա Ամերիկայի է, երկրորդը Իրանը արդեն Թուրքիայի հետ այդքան էլ լավ հարաբերություն չունեցող երկիր է, Թուրքիային չի վստահի, այ Պակիստանին կարող է վստահի։ Տեսեք, ես վերջի բախումների ժամանակ Պակիստան-ին Հնդկաստան, չնայած որ չէ, Հնդկաստանի հետ, որ խնդիրները ունեցան։ Իմիջայլոց, չնայած որ տեսեք, այստեղ նորից նույն խնդիրը գալիս է։ Իրանը Հնդկաստանի հետ արևդրական լավ կապեր ունի եւ ծրագիր կար, չէ, ճապահարով եւ այլն պիտի բերեին Հայաստանով անցկացնեին, այն ժամանակ հայերին խնդրում էին, որ եկեք մեզ հետ համագործակցեք, մենք այս ճանապարհը բացենք եւ այլն, իսկ Հայաստանը արմունկ ցույց տվեց իրենց եւ Եվրոպայի հետ սկսեց կամ Ամերիկայի հետ տրիպ-մրիպ բանել, զարգացնել, սակայն
մյուս կողմից քաղաքական առումով Պակիստանի հետ ավելի մոտ է եւ այդ խնդրի ժամանակ Պակիստանի կողմը բռնեց Իրանը եւ անգամ ասում է որ օգնություն տրամադրեց Պակիստանին Հնդկաստանի դեմ տեսեք սա քաղաքականություն է նորից հակասության մեջ է սոլիդարության ինչ որ նշան իսլամական էլ գարեն բայց կրոնականը այդ միշտ ցույց է դրվում դա օգտագործում է սակայն այդքան մեծ գործոն չէ եթե իսլամականը գործոն լիներ այսօր բաղեստինցիները այս վիճակում չէին լինի այսօր արաբական երկրները ընդհանրապես այս վիճակում չէին լինի Իրանը այս վիճակում չէր լինի չնայած իհարկե այստեղ մի տարբերություն կա Իրանը շի եւ մնացած արաբական երկրները սուննիներ են իսկ Պակիստանում ինչ վիճակ է այդ բանը կրոնական դավանանքի Պակիստանը լավ չի սուննիներ են սուննիներ կարող են բայց դա չի վնասում տեսեք Իրանի հետ հարաբերությունները այս իսկ արաբական երկրները միշտ էլ Իրանի հետ լավ հարաբերություն չեն ունեցել սակայն ինչ եղել վերջում այսպես արաբական երկրներն էլ Իրանն էլ բաղեստինցիներն էլ եւ այլն տուժած են այդ առումով շարունակ բանին ուրիշի առաջ ասենք Ամերիկայի առաջ եվրոպացիները գլուխ են խոնարհում կամ Իսրայելի առաջ այդ փոքրիկ Իսրայելի առաջ գլուխ են խոնարհում ինչի այդ բանը չկա այդ կրոնական միասնականությունը չկա օրինակ Թուրքիան էլ կա չէ Թուրքիայի հետ էլ չի ասի որ ոչ Իրանի ոչ էլ արաբական երկրի հարաբերությունները այդքան լավ է ցույց են տալիս թե մենք ուղղակի ինչ որ նկարտումներ ծածկելու այո իրականում այդքան էլ լավ չի եւ չի եղել գիտեք այստեղ նաեւ պատմական խնդիր կա արաբների եւ թուրքերի միջեւ Օսմանյան գայսրության ժամանակ օսմանցիները արաբներին էլ գեղեցին իրենց երկրները գրավեցին բաման անգամ խալիֆայությունը զենքի ուժով վերցրեցին բերեցին բանը Կոնստանտինոպոլիս խալիֆայությունը հիմա բանի ձեռքն է իհարկե դա արդեն ձևական է եւ հենց դրա պատճառով են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երբ որ Թուրքիան այսինքն Օսմանյան գայսրությունը ջիհադ հայտարարեց դա խալիֆա էր չէ բանը ջիհադ հայտարարեց արաբական երկրը Թուրքիայի կողմը չբռնեց Օսմանյան գայսրությունը ընդհակառակը անգլիացիների հետ միացան Թուրքիայի դեմ Թուրքիայը մինչև այսօր հիշում են դա եւ մինչև այսօր հիշում են որ ասում են դուք դավաճան եք արաբները դավաճան են մեզ դավաճանեցին մեզ մեջքից խփեցին նույնպես ասում են հայերին որ ասում են դավաճան են բայց մի հատ չես նայում թե հարյուրներով տարի շարունակ ինչ ես արել այդ մարդկանց մի հատ լավ բան արել ես իրենց համար իրենք որ հարցնեք ասեմ որ իհարկե մենք շատ լավ ենք լավություններ ենք արել մենք շատ արդար ենք ղեկավարել մենք sense լավ ենք եղել եւ այն բայց հենց միայն վերջի ժամանակաշրջանում Ջեմալ Փաշան որ Լիբանանում բոլոր շեյխերի արուզավակներին կախաղան անեց ջնջեց իրենց բաները աբական եւ մինչեւ այսօր լիբանանցիք ադում են Ջեմալ անունը Ջեմալ Փաշան արեց բայց դա երիք է որ այդ մարդիկ ձեզ ադեն չէ այդ ինչ է ուզում եք որ սիրեն բայց հայերը եթե անգամ միացան որ չեղավ այդպիսի բան ռուսներին եւ դավաճանեցին բանին Օսմանյան գայսրությանը արդարացի էր դա իրենք բոլոր իրավունքներն ունեն որովհետեւ հարյուրներով տարի այդ մարդիկ գեղեցվում էին եւ միայն այդ բողոքները հերիք է ցույց տալու համար թե այդ մարդիկ ինչ վիճակում էին հատկապես արևմուտք Հայաստանի տարածքում հիմա այդ մարդկանց մեղադրում ես որ այդ մարդիկ քեզ չեն սիրում քո դեմ են եւ այլն իհարկե չէ նույն խնդիրը արաբների հետ կա դրա համար արաբները եւ թուրքերը այդքան էլ իրար հետ մոտ չեն արաբները Իրանը չեն Թուրքիան Իրանը չէ այսինքն երբ որ խնդիրը հասնում է ինչ որ մի շահի իրենք իհարկե սեղանին դնում են բանը այդ իսլամական գործոնը բայց դա միայն շեղարշ է ինչ որ մի տեղ կարող են դա օգտագործեն կամ ցույց տան ինչ որ թե օգտագործում են իրականում դա շղարշ է փաթեթավորումն է դա իսկ ներքուստ ճիշտ հակառակն է իրար դեմ բայկար կա իրար ուտում են
Պաստորեն։ Այսօր նույն խնդիրը տեսնում ենք միջին Ասիայում թուրքական թուրքալեզու երկրների հետ դա այդտեղ այսօր նորից է օգտագործում բայց մյուս կողմից մենք գիտենք որ սովետական միությունից հետո գրոնական այդ բաները այդ զգացումները այդքան էլ ուժեղ չեն իրենց մոտ արդեն Լավ պարոն Լոքեմագոզյան շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին դուք դիտում եւ լսում եք գործարար ալիքը Եթերում էր կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։ Ստեսություն։